Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն նորից եթերում է եւ ուզում եմ մեծ հաճույքով ողջունել բոլոր նրանց, ովքեր հատկապես այսօր այս պահին սպասում են մեր հերթական ուղիղ միացմանը դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Նախ հիշեցնեմ, որ անհրաժեշտ է անպայման բաժանորդագրվել մեր ալիքին։ Հավատացեք, սրանք հենց այնպես խոսքեր չէ, որ ասում եմ, դա շատ կարևոր է։ Սիրելի բարեկամներ, իհարկե, մենք միշտ հաճույքով ենք կատարում մեր ունկնդիրների ցանկությունը եւ աշխատում ենք համաձայն մեր նախնական պայմանավորվածության շաբաթակորը մեկ անգամ ուղիղ կապ հաստատել մի անձնավորության հետ, ում խոսքի կարիքը մեր տասնյակ հազարավոր ունկնդիրներ իսկապես ունեն։ Եվ այդ անձնավորությունը, ինչպես ասացի, դուք կուսակցության պատվավոր նախագահն է։ Ինձ արդեն հուշում են, որ կապը նրա հետ կա, եւ ես հաճույքով ողջունում եմ պարոն Ղուկասյանին։ Նախ ինչպես եք, ինչպիսին է ձեր առողջությունը։ Շատ լավ, շնորհակալություն, մարտական, ներողացման իշակ ու նազար, ովքա կնացել մնացել եք, դուք լավ լինեք։ Սերի բարեկամներ, պատկերացնում եք, ոմն Անժելա Թոմասյան սկսել է ինձ սպառնալ։ Ավելին, նա եթերից վիրավորում է Վարդան Ղուկասյանին, իսկ ինձ մատ թափ տալով ին վրա ասում է ժամանակն է, որ կողնորոշվեք, այլապես կարող է ուշ լինել։ Պատկերացնում եք, մի մարդ է դա ինձ ասում, ով չգիտեմ որտեղից է դուրս եկել, ես հասկանում եմ ում շայրն է իհարկե նա պաշտպանում։ Դուք էլ իհարկե այդ մասին գիտեք, բազմիցս ասել եմ, չեմ ուզում այդ մարդու անունը տալ մեկ անգամ եւս, որտեղ ինձ համար տհաճ է այդ նմանատիպ անձանց անունը մեր եթերում հնչեցնելը։ Գիտեք, սա, պարոն Ղուկասյան, այս տիկինը անում է առանց կաշկանդվելու, ասում եմ նորից սպառնալով, մատ թափ տալով եւ չի էլ վախենում անգամ քրեական պատասխանատվությունից։ Դուք ինչ կասեք։ Ուրեմն պարոն Ղուկասյան ջան, նայեք, ինչ վերաբերում է այդ սատի անժույին։ Ով նախ եկեք հասկանանք ով այդ ընկերուհին։ Հա, որ ասում է, եկեք առանց վիրավորակների։ Ես հիմա խոսում եմ կուլտուրական, առաջի անգամ կփորձեմ մաքսիմում, առանց վիրավորանքի, ով է այդ կինը, հա, այդ Հելենա խոսում է, Արենիկից է խոսում, ստից է խոսում, ամենաառաջի հարցը, տիկին ջան, եթե տիկին է, էլի իհարկե, որդիդ ուր է, որդիդ նախկինների, ներկաների, բարձր հողանու ներքո, խուսափում է զինվորական ծառայությունից, գնացել է Եվրոպաները, չգիտեմ, կաֆեները, ռեստորանները, ստենդե կաշավատա ալնեն, են դեպքում, երբ որ պիտի լինել բանակում, դու հել է հայրերի կեզ խոսում, ավտակ կեզ խոսում, տղետ, ուր ընկերուհի, սամեք։ Երկրորդը, ով ես դու, սկսենք այդտեղից, ինչպիսին է քո անձը, ընդամենը թոմյացել են գնան այս ընկերուհու գեղը, որ գեղից որ ինքնա, ու այդ գյուղում հարցնեն, ով ա եղել Արժոն։ Ինչի է Արժոյի իրահերը կեթանի բրե գերեզման, չէ, ինչի է իրահերը կայնիացել, ես աղջիկ չունեմ, որովհետև այս դասախոսի հետ է կարշեք է, այն դասախոսի հետ է կարշեք է, հասկանում եք, ես չեմ սիրում բամբասել, եթե խոսում եք մարդու բարոյական, այսինքն եթե դիմացին եք փորձում ա մեղացրել բարոյականության մեջ, չէ, որ ասում եմ, միացել դու քեզ նայի հայլու մեջ, ընկերուհի։ Ես կհասկնայի, որ ուսանողուհիա, չգիտեմ, պես էլ չգիտեմ, 30 տարեկան սիմպաթիչնի դասախոս իրահարվելավ են, բայց որը թայ մարդու հետ կախշեցեք է, սրա հետ նրա հետ, սեպակաները կերեզվանատեր է, քո կեթանության օրոք։ Դետու երկուս, երորդ, ում բերեցիր քո էվիր, խոսերիս, յա գնաց բերդ, յա գնաց Քրիստիկի գրասենյակ։ Ու բերեց խոսրեց, նա թելեֆիկալիկ նայեք, բերեց ֆիքմեն տվեց, խոսրեց ճամպման տեղ, ֆիքմեն տալի խոսրեց ճամպման տեղ, պերտից գնում են Քրիստիկի գրասենյակ, նեվար մարդկած գլուխ ուտելով։
ու հետաքրքիր է այս քանից հետո սրա մոշի բան չեն ասում ընդհանրապես լրագրողը ձերը քանի տեղ տունում ես որտեղից դե Քոչարյանի թելն է թելը Օվա Քոչարյանը իսկ մեր ժողովուրդը մոռացել են Օվա Քոչարյանը ես ուրեմն Այս ներկայացնելը կարող է չգիտի ով է Քոչարյանը 18-20 տարեկան երեխեքը թող մտես YouTube թույս մամաներից պապաներից ասել Քոչարյանը ով է թողքան սվիտերով ամբողջ ընտանիքը դուրսի նման 98 թվին Վազգեն Սարգսյանը միակ սխալը վեկալավ բերեց Հայաստան ունգան թակը շոչում է որ հակներ այսօր այրոպորտ իրաննա բանկերն իրանն հանրապետության հրապարակի կեսը իրաննա հյուսային պողոտան իրաննա իրա բոյֆրենդիննա եւ այլն եւ Քոչարյանը այն մարդն էր որի օրոք եղան 20-ից ավել քաղաքական սպանություններ Քոչարյանը այն մարդն էր որի օրոք եղավ հոկտեմբերի 27 Քոչարյանը այն մարդն էր որի օրոք եղավ մարտի 1 Քոչարյանը մարդը որ եկան Հյուսային Պողոտայի այդ ատերի բնակիչների կամի պետավորների ինստիտուտը ստեղծեց Քոչարյանը Սարի մազերից բռնասկնի երեխա մեր ու մանուկ թուրքերի նման հանի շփոթին դուս այդ սախտները քանդին այդ էլիտարշենքերը կծին վերջում իրանք եկան ներշ ապրան Քոչարյանը այն մարդը որը որ ոչինչ չուներ բայց այսօր հանրապետության կեսը իրանն է իսկ այսօր այդ մարդը նորից ուզում է վերարտադրվի մի հատ սաբի արժուն դե Քոչարյանը Если ժողովուրդ հետ կան աղուղերեն, դա կդան ընտրեք Քոչարյանը, խնդրեմ Քոչարյանը պարլամենտում նստած է, հիմա նստած ապչի, իա ֆրակցիայով։ Հայաստանի Հանրապետությունը պարլամենտական երկիր է, ով տվեց Արցախը, պարլամենտը, ով իրանց 5000 հոգու գլուխ, պարլամենտը, ով տվեց իրանց աղանդոն դենձորը, պարլամենտը, հիմա ով է նորից շարունակում Հայաստանի կապիտուլյացիոն պրոցեսը, պարլամենտը, ով օրոքա Ադրբեջանից նավթու գազ կամաս մտնում Հայաստան, պարլամենտի, իսկան իրավիճակ, որ հիմա հանրապետությունում մենք տենում ենք այս պորնո, այս բարդակը, նարկոտրաֆիկինգը, կոռուպցիա, սպանությունները, բարդակը, այս ամեն ինչը ով է պատասխան տալու, այս պարլամենտը, սա պարլամենտական երկիր է։ Կարող շանջա, եթե ժողովուրդը անգրագետը փորձում է բացատրել։ Այդ 15 զինվորի որտեղի կպրծին ու վարին, ով է դրա պատասխանը տալու, պարլամենտը։ Գլխավոր դատախազը ով է հաշվետու, պարլամենտին։ Վարչապետը ով է հաշվետու, պարլամենտին։ Այս պարլամենտը չի ցեմենտ պիտոնով, Ընկես Նիկոլ Փաշինյան հիշվածքի իշխանությունը։ Հիմա ժողովուրդը նույնիսկ ուզում են, որ այս պարլամենտը վերարտադրի, որ այն ավելի վատանա պետության վիճակը, իրանց վիճակը, խնդրեմ, թող գնան նորից այս օգնությունների 26 թվականի Դանտան Քոչարյանի, Դանտան Վանեցյանի, Դանտան Նիկոլի երաշիղազերը վերջնականապես կորցնեն, ըլեն մորմս պրծնեն։ Իսկ ինչ վերաբերում է այդ սադի արժույն, Գիտեք ինչ, հիմա որ սկսեմ մի բերանը բացել, պիտի ասեմ բացել, ես ամեն մի պողրիկի մակարվակի իշտելու ցանկացություն ու ես դուք ինչ եք, բացարձակապես, դրա վերաբերալ հաղորդում տակ, չտակ այդ ակարդի վրա, որ շուկա չի ասեմ, դրա երկը վարսաշեք հերակատարողական ներողություն, աբովյան կանած գաղութ, ատեղա, ընչեց ժողովուրդը խորշատ բարկիցին, ով ասատի աղով, այս կամպաս, անցակաչ, Պարոն Ղուկասյան, տեղյակ եք, որ որոշ սոցիալական ցանցերում ձեր եւ ձեր կուսակցության համար սկսել են դրամահավաք կազմակերպել անհայտ անձինք։ Իհարկե, ձեր փաստաբանը, ձեր միասնական շտաբի պետը այդ մասին, պարոն Բաղդասարյանի մասին է խոսքը, եթերից արդեն ելույթ է ունեցել, ասել, որ չհավատան նման խարդախներին, իսկ իրավապահ մարմիններին էլ խնդրել է, որ լուրջ ուշադրություն դարձնեն նման տականքների այդ իբր դրամահավաք բարեգործական նպատակով դրամահավաք կազմակերպելու գործընթացին, բայց ես կուզենայի, որ դուք էլ ձեր խոսքը ասեիք այս կապակցությամբ, գուցե եւ կա իրոք այդպիսի դրամահավաք։ Ուրեմն ես չգիտեմ ով այդ դրամահավաքանում, ես ուղղակի խորհուրդ եմ անում խորհրդի ժողովրդին, ժողովուրդ, մինչև Վարդան Ղուկասյանի բերանից առաջ լսեք, ոչ մի հայտարարության, ոչ մի դրամահավաքի մի հավատացեք, ես որ այստեղ է, բազմաթիվ մարդիկ կապնվում էին իմ հետ, Պետրվարման Պապուլավիստեր ասում էին դրամահավաք անեք, մարդ
Կիրակոսին բերենք ձեզի փաստաբան։ Ես ասեցի ոչ, ես թույլ չեմ տա իմ հաշվին որևիցե մեկը Հայաստանան։ Ասեցի չէ, դա ժողովուրդն է հավաքում, ասի կապ չունի։ Ոչ մի պարագայում ես թույլ չեմ տա դրամահավաք։ Եվ ամբողջ ֆինանսական այս Բերը հոգացին ինձ, ոչ թե ինձ, այլ Հայաստանի Հանրապետությանը հավատարիմ, Հայաստանի Հանրապետության ապագայով թևորացման տանջված մի երկու ազնվորություն, շատ չեմ ուզում չայկերտները բացել, որոնց ես երախտապարտ եմ, որոնցհետև եթե այդ մարդիկ չլինեին ծայրաստիճան հայերասեր, և դրանցից մեկն էլ ազգությամբ, այսինքն դրանցից մեկն էլ անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունի, բայց այդ մարդը տանջում և սպառապում է հայ ժողովրդի բախտով ու ճակատագրով։ Ես որ ասում եմ մինչև իմ վերջին ոսկորը շնորհակալ եմ այդ անձնավորությանը իր կատարած այդ ասած աջակցության համար։ Ինքն ասում է, այդ մարդը ինձ ասում է, ես օգնում եմ ոչ թե քեզ, ես օգնում եմ Հայաստանին։ Ես օգնում եմ հայ ժողովրդին, ոչ թե դառնան փախստական, որովհետև եթե հույս ունեին գալու Ամերիկա, դուք իմացել եք Ամերիկա է ինչ կատարվում։ Գրին քանսը ձեռը, մասում դեկալը բերում են դերտ։ Ասես բաց չի եղել։ Հասկանում եք։ Եվ ես թույլ չեմ տվել, որ որևիցե մեկը իմ անունից իրականացնի դրամահավաք։ Բացարձակապես։ Իսկ այդ անբարոյականից հավաքները, որոնք որ անում է սերի ժողովուրդ, մտեք և ամենավերջի բառերով այդ մարդկանց հիրավորեք։ Ոչ թե գումար ուղարկեք, այլ ինչ ունեք շունեք ձեր վրա էթիկ ուղարկեք այդ դրամահավաք անողներին։ Ձեզ հեռական օրգաններ ուղարկեք, այդ ֆիժմասկներին։ Մարսան Ղուկասյանը եթե եք չտասված կա այդ պահը, բայց եթե որ եկավ, ես անձամբ կդիմեմ իմ հետևորդների ու իմ ժողովրդին, ես վստահ եմ, որ մի մարդունման բոլորը կզեն կանգնած իմ կողքը, բայց թարգացրու դրա կարիքը դեռ չկա, ոչ թե միայն թարգացրել է, թարգ այդ մարդուն կոնկրետ հասարական նաև ասեմ, չգիտեմ կհասկանա կլսի կտեսի մի գերեցիկ գործ չէ, բայց ես ուղղակի ասամանափակ քանակությամբ շնորհակալ եմ ինձ աջակցելու, օգնելու եւ ոչ թե միայն ինձ, այլ ամբողջ Հայաստանին։ Որովհետև եթե այդ մարդու աջակցությունը չլիներ, այո, միգուցե ժողովուրդը պատրաստ էին հավաքելու, բայց ինչի։ Այսինքն դա խոսքը տալ Վասան Ղուկասյանը թույլ է, Վասան Ղուկասյանը գումար չունի, Վասան Ղուկասյանը իր հույսը կապել է իր ժողովրդի հետ, դա ամոթ չի, բայց այդ աստիճան պետք չի իջնել։ Իսկ մենք ունենք հովանավոր, ես երախտապարտ եմ այդ հովանավորին, որը գիտակցում և հասկանում է Վասան Ղուկասյանի կարևորությունը, գիտակցում և հասկանում է Հայաստանի դերը և կարևորությունը փոքրիկ երկրի, որ իսկան կարևորը այդ երկիրը։ Ուստի սերի ժողովուրդ մի հավատացեք նման բաների և ամենավերջի բառերով անդրադարձեք նման դրամահավաք անողների։ Պարոն Ղուկասյան, ցավոք հասարակությունը պառակտելուց հետո այժմ էլ իշխանությունները սկսել են պառակտել հայ եկեղեցին, մեր այսպես դարավոր պատմություն ունեցող այդ հզոր կառույցը, ինչը մեզ երկար տարիներ, դարեր շարունակ օգնել է մնալ հայ, պահպանել մեր պետականությունը։ Ես չգիտեմ, թե դուք ինչպես եք պատրաստում իշխանության գալուց հետո վերացնել այն անջրպետը, որ կա այսօր իշխանության և եկեղեցու միջև, բայց սա շատ լուրջ և ցավալի հարց է, ինչի պատասխանը ես կուզենայի ստանալ նաև ձեզանից։ Ուրեմն, պարոն Ղուկասյան, շատ ցավոտ հաստ տվեցիք։ Իմ վերաբերմունքը եկեղեցականների նկատմամբ բոլորին հայտնի է, ծայրաստիճան բացական։ Ինչ պետք է անել, որ անջրպետը վերանա։ Էդի կառավարությունը չպիտի անի, էդի պիտի անի եկեղեցին, դա եկեղեցու խնդիրն է։ Այսօր մենք տեսանք բազմաթիվ բարձրաստիճան եկեղեցականների պատկերը։ Այդտեղ ոչ Վասան Ղուկասյանն է մեղավոր, ոչ էլ այս դժվար կառավարությունը։ Կճոյան, Մճոյան, այնտեղ Արգիշտի հետ, Էլբեկ, Մելբեկ, եւ այլ, ձայնազուրկ կաթողիկոս, բարես ամենաբուն իմաստով, որի հետույքը ինքան կեղտոտը, որ նախում անգամ խոսավ։ Այսինքն
ինքը եկեղեցին պետք է ինքնամաքրվի, եկեղեցուն անհրաժեշտ է նոր կաթողիկոս, ես չգիտեմ դա կլինի աթորանիստ կաթողիկոս կտերեն կտրեն, թե սա հրաժարական կտա կտրվի նոր կաթողիկոս, որը պետք է այո իրոք ընտրվի բարես ամենաբուն իմաստով եկեղեցին պետք է ընտրի առանց իշխանության միջամտության եւ այլն, օրինակ եթե ինձ հասցնեք եք դուք տեսնում, ես կասեմ են Աչապարյանին, որը իրոք արժանի է այս ամեն ինչից հետո այդ մարդը։ Իմ կողմից միակ արգանքի արժանի հոգևորականն է։ Ուզում են միշտերը նեղանան, ուզում է չէ։ Բագրատի անունը ես անգամ լսել չեմ ուզում։ Այսօր որ մենք այս վիճակի մեջ ենք, այսօր որ եկեղեցին այս վիճակի մեջ է, որ հայրապետի դեկալը շփոթեն դուրս, ինքեր կաթողիկոս, ինքեր շփոթելու են դուրս, ժամանակի հասա, եւ դրա մեղավորը Բագրատն է, այն որ հիշեք չի հրապարակ լսեց ժողովրդին 60,000 մարդ, 65,000 մարդ լսեց, մեզ միացավ Նազենի Հովհաննիսյանը, հիմա Նազենի Հովհաննիսյանը իան կորենյա պետաչ տանը, մեզ միացավ Բութասյանը, մեզ միացավ Արթուր Տարտյանը, Ղուկասյանանը չէ տալը, դե հիմա գնալն ու Բարաշենի կամ չգիտեմ Կագեբեի անվանի պատերից սզնի ինչքան ուզում ես, ատե տանտախ պետի Բագրատ, Նազենին հրտենար քեզի միակ կամոն բերեմ, եկեղեցին ինքն իրեն պետք է մաքրի, երբ որ եկեղեցին ինքն իրեն կմաքրի, այն ժամանակ է կառավարությունը եկեղեցու կողքերը կմաքրի, այսինքն Վարդան Ղուկասյանը, այդ Եհովայի վկաներ, մեկաներ, այդ մոլմոլներ, չգիտեմ ինչքան սենց սեկտեք, մեկտեք, կան բոլորը պետք է սևորացված շամատան, վագզալ, ասել գիտեք որ, հաջողություն է երկրից։ Այս եկեղեցի մենք փոքր ազգ ենք, բազմա կրոնա բռնապարություն չպետք է թույլ տալ, կամ եկեղեցի, կամ մի հատ ազգ, դժացավ, էլ չգիտեմ, մորմոն, Եհովա, կյանքի խոսք, ոտի խոսք, ձեռի մած, չգիտեմ, գեմարո, մեմարո, ինչ ասես կա, բնականաբար այս պիտիլեր, ես սրա մեղավորը եկեղեցին է, որ տարիների ընթացքում ինքը իր հավատացած ժողովրդին իրենից վանել է, Երբ որ ըլումը հանցանեկան միջոցառում գնում են մտնում են եկեղեցի, այդ հասնքավորները, հանցի կողի կամ առանցարակ այդ հասնքավորների իքակասերը ներկայացուցիչները որել է չէ, դրանց արծրերը ամենայն վերևի մասը ընդհուպ հնարավոր է նայել ինչպիսի ռուսիկին հակի հազարական ներողություն, դերը բաց, վերևը բաց, մեջքը բաց, դոշը պրակտես մտնում են եկեղեցի։ Այդ եկեղեցին այդտեղ սարդը պիտի ասում եք այդ տարեք, նման հակուկապով եկեղեցի մտնելու իրավունք չունեք։ Հիմա դուք պատկերացնում եք ինչ-որ մի հատ մահմեդական կին փորձի դեմքը գլուխը բաց գնա մտնի մզկիթ, կարա չի կարա մտնի։ Իսկ մերոնք վերև սաղ բաց գնա մտնելի արդեն անհարկան կա։ Կամ հոգևորականը ստորջում է պենսլիով, հոգևորական ունի կապիտալ, գազի կալոնկեք, երեխեք, տուն, տեղը, բայց ինքը կուսակրով կահանա է։ Գալում առավոտ մտնում է եկեղեցի, խոսում է որպես կուսակրով կահանա, գնում իրիգունը մտնատում, երանոց գյուղ, ֆուրաժի կրավատի վրա, էդ լավ հոգևորական, ում ենք խապում։ Եկեղեցին ինքնիան պիտի մաքրի, մենք այդտեղ անելու գործ չունենք, պետություն անելու գործ չունենք։ Թող ինքնիան մաքրի, այսքան։ Դե, պարոն Ղուկասյան, մեր վերջին ավանդական հարցը, ինչ ունեք ավելացնելու, ինչի մասին կուզենայիք մեզ այսօր նույնպես հաղորդել։ Ասում մեր ժամանակը պարոն Ղուկասյան շատ քիչ է, թե չավելացնելու ենք բան կան, ուրեմն ինչ էի ուզում ասել, օգտվելով նաև ձեր շնորհակալություն մեր կուլտուրական աուդիտորիայի ուշադրությունը հրավիրելուց, տեսեք Երկու առաջ 22 տոննա վառելիք Ադրբեջանից մտավ 22 վագոն, ներողություն, 22 վագոն վառելիք Ադրբեջանից մտավ Հայաստան։ Ոնց են դա ներկայացնում, ասում է հումանիտար օգնություն։ Ես էլ տաշ եմ տեսել։ Ոնց որ հիմա ես գրամտեմ տաշից պիցա զատաստան, հիմա գնամ տուն աղեմ, տուն հաճանով ինձ ասել ես ես տուն պերեցի, հումանիտար օգնություն։ Ասեք չեք տեքնո, տուն աղավ, դրող մարդը ույս բանիզնից առնել, ասեմ հա, իմ այսուսն է, որ իմ տնտեսությունը դարկ, այսինքն ես գոմար եմ տալի, այդ գոմարը տնտեսանը ավելի լավ են կերարների, ավելի լավ են կերարտատի, որ իմ զինվորի դասման է, սա այդ կախություն է, ես ով ասրաներ կրողը, կրողը,
Ես ասել եմ եւ նորից եմ ասում, օլիգարխը իշխանության մեջ չպիտի գտնվի։ Օլիգարխը իշխանությանը, կառավարության շենքին մոտիկ չպիտի գա։ Սա հայտարարություն է, սիրելի ժողովուրդ։ Մենք ունեցել ենք մշտական պարտներ, որտեղից որ միշտ գնել ենք գազներ, նավթներ եւ մնացածը ինչ որ կա ծորեններ։ Հա, մշտապես մենք այդ երկրից առել ենք։ Այս 30 տարիների ընթացքում եւ շատ դժվար գներով, այսինքն այնպես չի որ սոկա չկա։ Սոկա մեծ է եւ մենք ունենք մեծ հարևան, որից առնում ենք եւ այսօր հանկարծ սկսում ենք ներկայել հարավից մեր թշնամուց։ Եվ նայել ներկայացնում որպես հումանիտար օգնություն, դա հումանիտար օգնություն։ Մեր զինվորների, զոհված զինվորների համազգեստը, որը հողարկավորել ենք, դες չի պատել։ Հիմա որ հողարկավորում անենք, դադարացենք, մենք կտենանք որ ֆորմեն կա չի պատել։ Այսինքն չի անցել 50 տարի, չի անցել 70 տարի, պատերազմի հետ կապված կողմերը մեկը մյուսից ներողություն չեն խնդրել, մեկը մեկին ինչ-որ փոխհատուցում չեն տվել եւ այլն։ Ընդամենը մի քանի տարի անցել եւ այսօր դուք սկսել եք լայնածավալ առևտուր այն հակառակորդի հետ, որը մորթում, բռնաբարում, թրթում եւ վախում էր մեր զինվորներին եւ անմեղ քաղաքացիներին։ Ու սա փորձում են հիմա ներկայացնել որպես առաջխաղացում։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, ում են այս ֆիշմասկները ուզում դնել քշիտեղ, իրանց թե ժողովրդի։ Ժողովուրդը εμείς մենք առևտուր կանենք, ում հետ ես, ինչով ես առևտուր, դու ինչ ունես, որ թուրքը չունի։ Նրանց հետաքրքիր է։ Ինչ առևտուրը անելու, այդպես մարդիկ, որ խոսում են առևտուր կանենք, ում մասին են խոսում։ Այսինքն ո՞ր մի Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի իր բիզնեսը եկարի տեղափոխի Ադրբեջան։ Կամ եկարի ինչ-որ մի բան վաճառի Թուրքիա, որ թուրքը եթե չունի անից պիտի առնի պամիդոր, սիրան, խնձոր, տեխ, տխուսիկ, մայկա, ինչ պիտի դու ծախես թուրքին։ Ոչ մի տա, թուրք ամեն ինչ ունի։ Այդ թուրքը ինչ պիտի ծախի քեզ, ամեն ինչ։ Այն բիզնեսմենները, որոնք որոշում ունեն, այդ ռեստորանները, որոնք որ ունեն Երևանի կենտրոնում, Ծաղկաձորում, այդ հյուրանոցները, այդ բանը Սևանի շուրջ բոլորը եւ այլն, թող մի հատ էլ գնան հենց հիմա մտնեն YouTube, չգնան մտնեն YouTube, խփեն Բաթումի 2025-24 եւ նայեն Բաթումի։ Ամբողջ Բաթումի քաղաքը թուրքական ռեստորաններ են, ուտել խմելու տեղեր են, հյուրանոցներ են եւ թուրքական կապիտալն է։ Վրացական դրոշ գրեթե չկա։ Սա Թուրքիայի դրոշներն են։ Տոնատեն Բուլղարիան նայել, նույն վիճակը Բուլղարիայում է, նույն վիճակը Ադրբեջան անցավ եւ այլն, նույնը լինելու է Հայաստանում։ Այդ նույն բիզնեսմենները, որոնք այսօր գնում են Աննատոլիի հետ ճաշկերուկի փող են տալում եւ այլն, վաղը սենատանալու է։ Որովհետեւ թուրքը որ եկավ իր հյուրանոցը բացեց Ծաղկաձորում, Ջերմուկում, Երևանում, իր հյուրանոցը լինելու է որակով ավելի լավը, սերվիզով ավելի լավը եւ գնացուցակով ավելի մատչելի։ Իսկ մեր հյուրանոցատերերը թեքելու են ասոյի փայտիկին, կորցնելու են բիզնեսները, իրաց հյուրանոց բան չի գնալու։ Հիմա տեսեք մոտենում ամանորը, չէ՞, այդ 3 օր Ծաղկաձորը, որը որ արժե 2 միլիոն, 3 միլիոն եւ այլն, ավելի թանկանստում մարդու վրա, քան թե գնա 10 օր սպոնսորի, թռի Եգիպտոս, ուտի, խմի, օրը 3-4 անգամ all inclusive 5 անգամ հյուրանոցում հետ կա։ Մեր հայերի, հայ բիզնեսմենների ագահությունը չափուսամը չի ճանաչում։ Մեկին 10 եթե եկավոր չունեն, այդ համար բիզնես չի։ Թուրքի համար մեկին մեկը բիզնես է, որովհետև ինքը արդեն կայացած է։ Աշկը ծակ չի, թուրքի ծակը, թուրքի աշկը ծակը մենակ հողի վրա է, մենակ հող թուրքի։ Այս ոչխարները չեն հասկանում։ Գյուղացին որ ասում է պիտի առևտուր անենք, սերի գյուղացին, դու չես կարող թուրքի հետ առևտուր, իրան ծախելու բան չունես։ Ինքը ինչ որ դու ուզում ես ծախես, ինքը դրանից ունի, պամիդոր, բادرجان, խնձոր, ծիրանի կամերը չունի։ Ու մի քանի անգամ էժան բերելու արևտի Երևանյան շուկաները։ Դուք Բերքը տանել ես հասնես Երևան, թգստես թապետքերից, չեն առնելու գնալ են թուրքին առնել, որ գնալ հեշան է։ Որակով էլ նույնն է, ոչ մի տարբերություն։ Նույն ես տղոսիկ մայկա արտադրողները, թուրքական տղոսիկները, այդ նավքի մայկա եւ ավելի որակով է, քան թե որ արտադրում են։ Եվ եթե անգամ որակով էլ հավասար է, ավելի էժան է, սպիտակեղենը, խալատները եւ այլն, եւ ես շահսեմ։ Բայց ամենամեծ պրոբլեմը կանում է նրանում,
որ մենք գործ ունենք մի երկրի հետ, որը որ մշտապես երազել եմ այս ոչնչացնել, այս 600-700 տարի։ Ինչի ես չեմ ասում արաբերը, չեմ ասում պարսիկները, պարսիկների, արաբների առաջ այդ խնդիրը չկա վերստեղծել մեծ թուրավ։ Ոչնչացնել քրիստոնեական երկրները, նրանք այդ պրոբլեմը չունեն, նա Կրա դու բարատորա, արարի, իսկ կագոզում ես, ես բանասել եմ, բայց թշնամու հետ աղետրի անվանտակ սկսել կերպ տարեկամություն, ես դա չեմ ընդունում, դա հնարավոր չի, դա խիստ վտանգավոր է, 5000 աղջիկ վարը գնալու է թուրքերի հետ ամուսնանան, ամուսնանան գնան Ստամբուլ, Անկարա, Իզմիր, և այնտեղ այդ աղջիկներին մեղադրելու են շիրնելու, սիրո սիմպատիչնի խնամված գալու են թուրք երիտասարդները, տենան հետուքի խփեն մեկ ալեն տանել հասկանում եք, այդ աղջիկ ունեցողները պիտի հասկանան, որ այդ աղջիկները գնալու են պարկել Օսմանների, Բայազետների տակը։ Հասկացեք, չի կարելի, Թուրքիայի հետ սահման բացել չի կարելի, Թուրքին Հայաստան թողնել չի կարելի, Գայլը ոչխարի հետ չի կար անգերություն անի, սորը գերի հետ չի կար անգերություն անի, միամի իրա թշնամությունը անելու է, դուք եք այդտեղ ապրում։ Խոսե չի կարելի լախշու նման, դոսի նման գնալու մտնել դրանց է տակը։ Գրազոնա բոսխա, գրազոնա պետական դավաճան, այս շահություննա պետական դավաճան, թուրքական գործակալներ են բոլորը, ոչ մեկ բանակ չի ծառայել։ Ձեր վրա խժարում են, ձեզ սորացնելու են, դուք չեք կարանալու այլ երկրներում նամանավանդ Ռուսաստաններում ճակատները բարձր քալեք, մտնելու եք թուրքական բազար, ցանկացած բազար, ցանկացած շուկա Ռուսաստանում, այնտեղ կանգնածնելու թուրքը, որը ծախում է պամիդոր, թիհարվին, էդի մենակ հերիքա, դենքիք նա ինքը ժպտաղոք ես, ինքը Մարանի բացատեղույթ կեզի կղացրել է, ти хочешь покупать наши помидоры, бери вармени մի թոժը պրակայով պամիդորը, չեք իմանալու ուր փախնեք, ձեր գլուխը մեկանեք, ուր փախնեք, ամոթից։ Սա եմ ես ուզում բացատրել, պարոն Ղուշյան, սա պիտի հասկանա յուրաքանչյուր մարդ, ով իրեն համարում է հայ, ով իրեն համարում է հայ։ Հայ միայն պասպորտով չի, գրզոն էլ պասպորտ ունի Հայաստանի Հանրապետության դեպուտատ է, բայց ինքը պետական դավաճան է, ինքը եւ իր նմանները, խեցերը գլուխները հավաքեք։ Թշնամու հետ առևտուր չեն անում, այդ երկիրը մեծ թշնամի է, կա ու կմնա, այսքանը, շնորհակալություն, լավ եք Ղուշյան ջան, հաջողություն ձեզ։ Շերի բարեկամներ, մենք հերթական անգամ ուղիղ կապ էինք հաստատել դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Ես իհարկե շնորհակալ եմ պարոն Ղուկասյանին հերթական անգամ մեզ միանալու, իր կարծիքը մեզ հայտնելու, փոխանցելու, շատ հարցերում իհարկե մենք կիսվում ենք նրա հետ եւ հույս ունեմ, որ այս ձևաչափով առաջիկայում էլ մենք նրա հետ կպահենք մեր կապը, իսկ ամենակարևորը բոլոր այն հարցերը, որ ձեզ ուզում են, կարող եք տալ պարոն Ղուկասյանին եւ ես կարծում եմ, որ նա հաճույքով կպատասխանի այդ հարցերին։ Իսկ այսօրվա համար եւ ձեզ եւ մեր հարգալի զրուցակցին պարոն Ղուկասյանին ուզում եմ ասել շնորհակալություն, կապը պահելու ենք, լավ մնացեք, պինդ մնացեք, ամեն ինչ դեռ առջևում է։ Այսօր այսքանը, ցտեսություն։